Որպեսզի հասկանանք, թե այդ կրոնաիրավական աստվածաբանական ոլորտը ինչ հիմնական շրջանակներում էր գործում, աշխատում, մենք նախ եւ առաջ պիտի հասկանանք, թե ինչ էր հալալ, այսինքն թույլատրված եւ ինչն էր հարամ, հա, այս երկու կատեգորիան չի, կանելի կատեգորիաներ, բայց հիմա մենք խոսենք այս արգելվածի եւ թույլատրվածի մասին։ Նախ այա կա Ղուրանում, որ ասում է, որ եթե մարդը տանն է եւ հանգիստ վիճակում է, ես բառացի չեմ, իհարկե տարածի չեմ հիմա ցիտում, եւ Ռամադանն է սկսվում, այսինքն ծոմի ամիսն է սկսվում, ապա նա պարտավոր է անել, բայց եթե նա հիվանդ է եւ ճանապարհին է գտնվում, ապա նա կարող է բաց թողել, հետո լրացնել այդ Ռամադանի բաց թողած օրերը։ Եվ այան ասում է, եւ Ալլահը անում է ամեն ինչ, որպեսզի հեշտացնի իրեն երկրպագելու գործը, որպեսզի իր ումման ծանրություններ չկրի։ Սա չափազանց կարևոր սկզբունք է, ինչպես նաև այն սկզբունքը, որ էլի Ղուրանի այաներից մեկում է, որ եւ հադիսում է, Ղուրանում ավելի այլաբանական է, իսկ հադիսում հստակ ասվում է, որ այնինչ լավ է մուսուլմանների համար, ամբողջ ումմայի համար կամ մեծամասնության համար, լավ է Ալլահի համար։ Սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ ինչը Ալլահը ուղղակիորեն չի արգելել, թույլատրված է, հա, եւ թույլատրված է, քանի որ ումման դա համարում է, որ լավ է։ Ինչն է կտրականապես արգելված։ Կտրականապես արգելված է մերժել հիմնական ֆորմուլան. Լա իլահա իլլալլահ վա Մուհամմադուր Ռասուլալլահ։ Այսինքն չկա աստվածություն բացի Ալլահից եւ Մուհամմադն է Աստծո մարգարեն, Ալլահի մարգարեն։ Եթե դու մերժում ես սա, ուրեմն դու մուսուլման չես, քաֆիր ես, իսկ քաֆիրի համար մահապատիժ է։ Ինչն է արգելված նաեւ մուսուլմանին։ Բացի այդ հիմնական պարտավորություններից հրաժարվելը, հա, զաքաթ, հաջ, սալատ, աղոթք, այսինքն Ռամադան, նաև արգելքները կապված են մի շարք առօրեական գործողությունների հետ, դա սնունդն է, ասենք, հա։ Սննդի որ տեսակներն են արգելված։ Արգելված է ուտել սատկած կենդանումից, այսինքն ոչ թե մորթված, հա, այլ սատկած, արյունն է արգելված, խոզի միսն է արգելված, եւ արգելված է օգտագործել այն միսը, այն կենդանու միսը, որը մորթելիս չի ասվել Ալլահի անունը։ Այսինքն սա կեղտոտ սնունդ է, հարամ է, ու չի կարելի օգտագործել։ Ինչի խոզի միս, բոլոր կենդանները թույլատրված են, հանկարծ այս խեղճ խոզը, որ մենք այդքան սիրում ենք, արգելված է։ Շատ տարբեր պատասխաններ կան սրան։ Հիմնական պատասխանը այն է, որ խոզը քանի որ կեղտ է ուտում, ամեն ինչ է ուտում, ապա այդ պատճառով էլ նրա միսը կեղտոտ է։ Կա մի շատ ավելի լավ իմ տեսանկյունից շատ ավելի հետաքրքիր բացատրություն, որը նույնպես կարող է ճիշտ չի, բայց Արաբիայում, հատկապես Հիջազ ներդես մասերում ջրի գինը ոսկուց թանկ էր եւ անձրևների ժամանակաշրջանը որ գալիս էր, այդ անձրևները լցվում էին կավե հատակ ունեցող առուների մեջ եւ այդ պատճառով չէր գնում ավազի մեջ ջուրը։ Ուրեմն խոզերը կամ բութ իրենց այս մռութներով տալի ծակում էին այդ կավե հատակը եւ ջուրը գնում էր ավազի մեջ։ Հատակը ծակվում էր, ջուրը գնում էր ավազի մեջ, այդ պատճառով համարվում է, որ Ալլահի կողմից անիծված
կենթանի է, որի միսը չի կարելի օգտագործել։ Իջմայի եւս մի օրինակ բերեմ, մեր նախորդ զրույցում խոսել ենք իջմայի մասին, խոզի մսի մասին կա հստակ հիշատակում եւ Ղուրանում եւ հադիսներում։ Իսկ իջման արդեն գիտնականների, միասնական կարծիքը որոշում են տալիս նաև խոզի յուղի վերաբերյալ, որ յուղն էլ չի կարելի օգտագործել։ Պարզավոր այս ամենի հիմքում շատ պրագմատիկ բաներ էին ընկած, շոկ կլիման, խոզի միսը շուտ է փչանում, արևի տակ եւ այլն, այս պատճառով ասենք նաև հիգիենայի հետ կապված բաներ կան, որ կեղտա շուրջ է առաջացնում։ Այս պատճառներով խոզի միսը արգելված է ուտել։ Ասենք բացառությունը արվում Ալլահի անունը ասել, մորթելիս միայն ծովային կենդանիների նկատմամբ, որտեղ բռնում ես, այլ մորթել պետք չի, դրանց Ալլահի անունն էլ պետք չի ասել։ Հետաքրքիր է, որ ասենք խոզի կաշի կարելի է օգտագործել, երբ որ քերթում ես, այդ մորթը մշակելուց հետո դառնում է կաշի, իսկ մշակումը ըստ սուննայի, ըստ մարգարեի մաքրում է կեղտից, այդ պատճառով արդեն խոզի կաշին կարելի է օգտագործել։ Այդ պատճառով ասենք մենք կարող ենք տեսնել, որ հավատացյալ մուսուլմանները խոզի կաշվից ասենք կոշիկներ են հագնում եւ այլն։ Էլ ինչ դա արգելված։ Օրինակ արգելված է նկարել։ Սա բացարձակ արգելք չի, չնայած մասաբների մեծ մասը արգելում է հենց բացարձակապես, միջնադարում դա հիմնական եւ տարածված այսպես նշանակություն ուներ, եւ դրանով բացատրվում է մի չնաշխարհիկ արվեստ, օրնամենտը, արաբեսկները, որտեղ նկարել չի կարելի, բայց զարդարել պետք է, եւ այս զարդերը արդեն արաբական գրի բոլոր առանձնահատկությունները օգտագործելով հազար ու մի տեսակ այսպես կոնֆիգուրացիաներ են ստեղծվում, չտեսնված արաբեսներ են ստեղծվում։ Ինչ է արգելված։ Թվում է մի քիչ անհեթեթ բան է։ Սա էլ շատ տարբեր հիմնավորումներ կան, բազմաթիվ են հադիսները, ըստ մի հադիսի Մուհամմադի մոտ գալիս է Գաբրիել հրեշտակապետը, Ջեբրայիլը, եւ ասում է, երեք ես եկա այն վայրը, որտեղ դու էիր գտնվում, բայց չկարողացա ներս մտնել, որովհետեւ այնտեղ կար մի տղամարդու արձանիկ, վարագույր, որի վրա պատկերներ կային, եւ շանքոթոթ։ Տղամարդու արձանիկի գլուխը այնպես տաշի, որ ձև չունենա։ Վարագույրը իջեցրու եւ կտորների բաժանի եւ դրանցից բարձի երես սարքի։ Իսկ քոթոթին էլ շան հանի այդ սենյակից դուրս, որ ես կարողանամ մուտք գործել։ Այնուամենայնիվ մեկը չենք հասկանում, թե լավ, իսկ խեղճ Գաբրիել հրեշտակապետը ինչի չկարողացավ էլի մտնել այդ սենյակը։ Ու հետո մի հատ էլ ուրիշ հադիս կա, որ մարգարեն ասում է, որ այնտեղ որտեղ որ պատկերներ կան, կամ շան քոթոթ, կամ շուն կա, հրեշտակներ մուտք չեն գործում։ Այսինքն Աստծո գթասոտությունը, բարությունը, Աստծո մտահոգությունը չի թափանցում քո, չի մտնում քո տուն։ Ուրեմն պետք է այդ ամենը հեռացնես, որ մտնի։ Բայց ինչի, մեկ այլ հադիսում սա տարբերակներ կան սրա, եւ մարգարեն երբ մտնում է սենյակ, եւ բոլորը Այշայի անվան հետ են կապված, Այշան է պատմում էլ այդ ամենը, եւ ասում է ես նստած ասեղնա գործում էի, փիսիկ էի գործում բարձի վրա։ Ու մարգարեն ասաց, ով դու մեղսագործ, միթե դու պատասխան ես տալու
քո արարածի հոգու համար հանդերձալ աշխարհում։ Էլի չենք հասկանում։ Ինչ բաներ։ Մյուս հադիսը մի քիչ այլ է, որ Գաբրիել հրեստակապետի ու Այշայի նախորդ հադիսների ոնց որ սինթեզը լինի, որ մարգարեն մտնում է, տեսնում է, որ արձանիկ կա, տեսնում է, որ վարագույր կա վրան պատկերներ, ու ասում է, այս վարագույրը բան արա, պատրտի բարձր սարքի, ու ասում է, այդպես էլ արեցինք, նստում ենք այդ բարձերի վրա, իսկ արձանիկն էլ հանի դուրս, արդեն ոչ թե փոխի դեմքը, բանը, ձևը, այլ հանի դուրս։ Եվ այստեղ մի լրացիչ բացատրություն տողել կա, ասում է, որ միայն Ալլահն է խալիկ, արարիչ, դու արարածիդ համար պատասխան պիտի տաս, որովհետև Ալլահը քեզ ասելու է, դե կենթանացրու դրան։ Միֆոլոգիայը Ադամինն է, չէ, որ սարքում է, դու տարբեր էլի ինչից է սարքում, կավից ասենք, հետո շունչ է փչում մեջը։ Շունչ է փչում մեջը, սա կենթանանում է։ Ալլահն է, որ խալիկ է, Ալլահն է, որ արարիչ է։ Դու abd ես, դու ստրուկ ես, դու հավակնություն էլ չպետք է ունենաս արարելու։ Դի այդ փակվի, լրիվ, քո բոլոր հավակնությունները Ալլահին գոնե ինչ որ ձևով մոտենալու եւ նրա արածը ինչ որ ձևով անելու, փորձելու նմանվել նրան, դրա հնարավոր բոլոր նույնիսկ ենթադրական, տարբերակները պետք է փակվեն։ Ու այստեղից որ չի կարելի։ Բայց մենք գիտենք, որ կա հրաշք, մանրանկարչություն, հազար մի գրքեր կան, չէ, մանրանկարչությամբ, բայց դրանք շիական են։ Ես Ղումում Այաթոլլահ Մարաշիի ստեղծած գրադարանում էի գտնվում եւ մի շատ խելացի, շատ հոյակապ մի Հոջաթուլ Իսլամ, այսինքն կրոնական արդեն աստիճան ունեցող մարդ էր, ինձ բացատրում է տավենչա, բանացում, բավական լավ արաբերեն էր խոսում, ու ես ասեցի, բայց բանը սունների մոտ արգելված է, շիաների մոտ բանը թույլատրված է, հադիսները ասեցի, մարգարեն ասել է, այս ասել, ասում է, բայց մի հատ էլ հադիս կա, որը ասում է, որ եթե դու նկարում ես, բայց չես ամբողջականացնում, եւ սա Ջեբրիլ հրեշտակապետի հետ կապված հադիսի նույն շարքի մեջ է մտնում, որ ձևը հստակ չես տալիս, ապա նա չի կարող վերականգնվել հանդերձալ աշխարհում Ահեղ դատաստանի օրը։ Ոստի այդպիսի նկարը կարելի է։ Ես ասի, բայց այդ հադիսը դայիֆ է, թույլ դայիֆ է, ասում, բայց թույլատրված է, հա։ Այսինքն շիաների մոտ, եթե ուշադիր նայենք այդ բոլոր պատկերներում, ինչ որ մի բան չկա, մի աչքն է նկարած, մյուսը չկա, կամ դեմքի կեսն է, կամ ընդհանուր ամբողջականությամբ մի խոսքով նկարված չի։ Եվ այդ պատճառով թույլատրված է։ Հետաքրքիր է, ասենք, տղամարդկանց մետաքսե, զգեստ և ոսկե զարդեր կրելը արգելելը։ Ինչ է արգելված, որովհետև հադիս կա, որ տղամարդը դա ուժ է ու կամք։ Իսկ մետաքսը թուլացնում է, ոսկին էլ վառում է։ Նույնիսկ մի հադիս կա, որ տեսնում է իր զինակիցներից մեկի մատին, ոսկե մատանի մարգարեն, ասում է ձեռքդ տուր ինձ, ձեռքը տալիս է, մատանին հանում է, ասում է դու վառվող ածուխը ոնց ես ձեռքիդ վրա պահում ու դեն է շպրտում։ Ու հեռանում է ջղայնացած։ Զինակիցները ասում են այդ մատանիդ վերցու, վաճառի ու դրանով բարեգործություն արա, որ մեղքդ քավես։ Սա ասում է, չէ, ես
այդ վարվող ածխին չեմ գտնելու։ Բայց դրա հետ բազմաթիվ տարակարծություններ կան, որովհետև մարդիկ չեն զլացել ու հաշվել են, որ սահաբաներից, այսինքն մարգարեի զինակիցներից եւ նույնիսկ խալիֆներից մեկը, Օսմանը, ոսկի է կրել իր վրա։ Ոստի սա համարվում է ոչ թե արգելված, այլ անընդունելի։ Անընդունելին ոնց որ կարող ես լավ չի, բայց արգելված չի, էլի, այսինքն մեծ մեղք չի։ Եվ այդ պատճառով կարող ենք տեսնել, որ այն իսկական խոր հավատացյալները այսօր էլ արծաթե մատան են տղամարդիկ կրում։ Իսկ կանայք ինչ ասես կրում են։ Դա իրենց թույլատրված է։ Իրենք փակված են, բայց իրենց թույլատրված է եւ օծանելիք, եւ տարբեր տիպի քսուկներ օգտագործել, եւ հինա, ամեն ինչ, հա։ Իսկ դե ոսկե զարդերը դա ուղղակի արդեն այլ պատմություն է, որի մասին մենք հետագայում կխոսենք։ Շատ զարմանալի էլի մի արգելք կա, որը մեզ համար ընկալելի չի, արգելված է երաժշտությունը։ Արգելված է երաժշտությունը, ընդ որում շատ խիստ է արգելված, եւ դրա մասին ասվում է եւ Ղուրանում, եւ Սուննայում։ Ղուրանում ուղղակիորեն երաժշտության մասին չկա, բայց օգտագործում է քազբ բառը, սուտ, կեղծ բառը, որը ինքն էլ հենց մեկնաբանում է, որ սա երգի եւ երաժշտության մասին է։ Եվ այս հարցի վերաբերյալ դե հսկայական վեճեր են միշտ եղել, մինչև այսօր էլ կա, հա, ասենք տարբեր իսլամական սայթեր եմ ես մտնում եւ այնտեղ մի երաժիշտ ասում է, որ Մետալիկա արգելված է, ես դա ընդունում եմ, բայց ես մանկուց 5 տարեկանից երաժշտությամբ եմ զբաղվում, պրոֆեսիոնալ երաժիշտ եմ, իսլամ նոր եմ ընդունել, ես Բախից պիտի հրաժարվեմ, պատասխանը Ալլահի տեսակետից Բախի եւ Մետալիկայի միջև ոչ մի տարբերություն չկա, հա։ Ինչու շատ զարմանալի է պատասխանը, որը ինչ-որ տրավմանության մեջ մտնում է իհարկե, օրինակ, մարգարեն ասում անդիմելով իր կանանց, որ դուք մարգարեի կանայք եք, օտար որևէ տղամարդու հետ, որ խոսում եք, ձեր ձայնը մի դարձրեք քնքուշ, գայթակղություն չառաջացնելու համար։ Այլ դեպքում էլի խոսք կա, որ այն կինը, որը դիտմամբ գայթակղիչ ձայնով է խոսում տղամարդու հետ, որը մահրամ չի, այսինքն այդ ազգականների, արնացական կապով կապվածների, թույլատրվածների մեջ չի, մեծ մեղք է գործում, որովհետև հիվանդ սրտի մեջ ցավն ու հիվանդությունը ու պղծությունը շատացնում է։ Մի վարկած կա, որ այաներից մեկը էլի այդ քազբ բառով, սուտ բառով, կեղծ բառով կամ լահ բառով տրվել է այն պատճառով, որ հրեական այդ ցեղերից, Մադինայի հրեական ցեղերից մեկը հատուկ երգչի է առել, շատ լավ երգչի է առել, շատ դե երգչի այդ նշանակում որ նաև բարել է, որը շեղել է հավատացյալներին աղոթքից եւ իբրև հենց այդ պարագաներում է, որ Ղուրանի մեջ այդ այան տրվել է։ Եվ այդտեղից նաև բխում է արգելքը երգի, երգչուհիներ առնելու, երաժշտական գործիքներ առնելու եւ նվագելու, բացի
ուրեմն թմբուկի տեսակ կա, այդ թմբուկը հարսանիքների ժամանակ օգտագործելուց։ Հարսանիքի ժամանակ այդ թմբուկը կարելի է օգտագործել եւ դա մեկնաբանվում է հետեւյալ կերպ, որ այդ թմբուկ կարելի է օգտագործել, քանի որ դա ոչ թե երաժշտություն է, այլ դա ազդակա հարսանիքի մասին, այդ մեծ իրադարձության, այդ ուրախության մասին։ Ուրեմն բացի այդ գայթակղելուց եւ այլնից, շնանալուն տանող այդ զգացումներ արթնացնելուց երաժշտությունը նաեւ արգելված է եւս մի պատճառով, որ շեղում է երկրպագելուց Ալլահին։ Այա կա Ղուրանում Ալլահը ստեղծել է մարդկանց եւ ջիններին, որպեսզի նրանք իրեն երկրպագեն, որպեսզի խոնարհվեն իր առջև։ Այսինքն մարդու եւ ջինների, միակ պարտավորությունը, գործը այս աշխարհում Ալլահի առջև խոնարհվելն է։ Սրանից իհարկե բխում է բացարձակ բարոյականություն, բխում է նաեւ հնազանդություն, բացարձակ հնազանդություն։ Ինչն է եւս արգելված է անարդար իշխանավորի դեմ ապստամբելը։ Միայն մի դեպքում է սա հնարավոր, եթե ապացուցվել է, որ ինքը հրաժարվել է իր կրոնից։ Եթե իշխանավորը, խալիֆը, էմիրը, նախագահը, վարչապետը շարունակում է աղոթել շահադային հավատարիմ է, լա իլահ իլլալլահ Մուհամմադ ռասուլուլլահ ընդունում է, չի մերժել, եթե զաքաթ է վճարում, եթե ռամադանի ժամանակ ծոմ պահում է, եթե հաջջ է կատարել, ապա նրան չի կարելի մեղադրել անհավատության մեջ, ինքը քաֆիր չի, ուստի իրեն սպանել չի կարելի, ուստի իր դեմ ապստամբել չի կարելի, իր իշխանությունը արդեն Ալլահի աչքերում օրինական է, չնայած եւ անարդար է։ Բազմաթիվ այլ արգելքներ կան, որոնք կապված են կյանքի յուրաքանչյուր ոլորտի հետ։ Եվ եւս մի սկզբունք կա իսլամում, որը չափազանց կարևոր սկզբունք է։ Հետևիր խրախուսելին կամ խրախուսիր թույլատրվածը ողջունելին եւ ձայնդ բարձրացրու պախարակվողի դեմ։ Այսինքն այն ինչը արգելված չի, բայց լավ չի, պախարակվողը սրա դեմ ձայնդ կարող ես բարձրացնել, պարտավոր ես բարձրացնել։ Միայն այն դեպքում, եթե կարող ես իրականում ինչ-որ բան անել կանխելու համար։ Իսկ եթե ձեռքով ուժով չես կարող անել, ապա ձայնով արա, խոսի դրա դեմ։ Իսկ եթե խոսելով էլ չես կարող անել, ապա գոնե մտքումը դատապարտի։ Եվ իհարկե այն ինչը լավ է, պիտի ձգտես միշտ այն ինչը ողջունելի է, դա անել։ Ինչն է լավ։ Օրինակ Մոհամմադ մարգարեն մորուքը որոշակի ձևով էր սա բանանում կտրում։ Ինքը բեղ չէր պահում, ինքը այսպեսի մորուք էր պահում եւ խրախուսել է, որ հավատացել է այդպեսի մորուք պահի։ Հայտնի է, որ մարգարեն երկու տիպի սանրվածք ունեցել։ Մեկը մինչև ակաշները կտրած մազերը եւ մեկը մինչև ուսերը կտրած մազերը։ Խրախուսել է, որպեսզի հավատացյալը նույն ձևի ուրեմն սանրվածք ունենա։ Նույնիսկ MC մանր բաներ, թե որ կոշիկներ քնելուց առաջ, անկողին պարկելուց առաջ մարգարեն առաջինը հանում։ Ճիշտ կլինի, խրախուսելի է, որ հավատացյալը նույն ձևով, նույն կոշիկից սկսի, իր ոտնամանները հանելը։ Մենք հիմա
մոռացել ենք, որ ախր քրիստոնեության մեջ էլ ամբողջ միջնադարը նույնպես ամբողջովին կանոնակարգված եւ կարգավորված է եղել ցանկացած մոտեցում, ցանկացած գործողություն, ցանկացած արարք, հա եւ էլի եղել է այն ինչը ճիշտ է արգելված չի, բայց պախարակելի է, ընդունելի չի եւ այն ինչը ճիշտ է բան չի, պարտադիր չի, հա բայց ողջունելի է։ Միջնադարում մենք էլ ապրել ենք եկեղեցու զանգերով։ Մեր օրը այդպես է բաժանվել, մեր կյանքն է այդպես բաժանվել, բայց դա վերածննդի հետ կամաց սկսեց փշրվել։ Հա, հատկապես իհարկե ռեֆորմացիայի հետ, Լութերի եւ այլնի։ Արևելյան եկեղեցում, արևելյան քրիստոնեության մեջ այդ process-ները մի քիչ այլ կերպ գնացին, բայց նույնպես այդ ամեն ինչը աստիճանաբար գնաց նրան, որ եկեղեցին անջատվեց պետությունից, աշխարհիկ իշխանությունից եւ հստակ արդեն նաեւ պատասխանատվությունների ոլորտները գնացին, բայց այստեղ եւ նորից անդրադառնում ենք շարիաթի բացարձակությանը։ Շարիաթը, որի մեջ այդ ամեն ինչը գրված է, որը այդ բոլոր նորմերը մանրամասն գրած իր մեջ պարունակում է, Ալլահից է։ Այդ ամեն ինչը, այդ ամենամանր բաները Ալլահից է, ասենք բացարձակ է, եւ այդ բացարձակությունը պիտի պահպանվի, որովհետեւ Ալլահի կամքն է, եթե դու դա մերժում ես, դու հավատացյալ չես։ Եթե հավատացյալ չես, պատիժ պիտի ստանաս։ Այս պատիժը դաժան է, հա, մահապատիժը։